Երեմյան կաթնամթերքը ստացվում է սեփական ֆերմայի անարատ բնական առողջարար ակարգի կաթից։ Գերարտադրությունից մինչև փակ շղթայով կաթնամթերքի ստացում։ Երեմյան կաթնամթերքը վերահսկում է կաթնարտադրության ամբողջ ընթացքը։ Կաթը սեր է, ուժ եւ առողջություն։ Ողջույն, հանրայինի եթերում եղիր առողջ բժշկական նախագիծն է։ Ես բժիշկ Վահե Տերմինասյանն եմ եւ մոտակա րոպեների ընթացքում ես ձեզ կներկայացնեմ ինչպես հանրամատչելի, այնպես էլ միաժամանակ հավաստի տեղեկատվություն ձեր առողջության մասին, որպեսզի ես, դուք բոլորս լինենք առողջ եւ իհարկե պահպանենք այդ առողջությունը։ Այսօրվա հաղորդման ընթացքում ունենք մի քանի թեմաներ, որոնք քննարկենք, բայց առաջինը ճարպակալումն է եւ ամենակարևորը ճարպակալման բուժման լավագույն ժամանակակից մեթոդներից մեկը՝ վիրահատական մեթոդը։ Դիտենք տեսանյութը, հետո հրավիրենք մասնագետին։ Ինչ պատկեր կարձանագրենք, եթե հաշվենք Ռենուարի բնորդուհիների մարմնի զանգվածի ինդեքսը։ Նրանց մոտ հաստատ կախտորոշվի քաղաքակրթության հիվանդություններից ճարպակալումը։ Միջնադարում փափլիկ մարմնաձևերով կանայք գեղեցկության, հարստության, պտղաբերության խորհրդանիշ էին եւ ոչ երբեք առողջական խնդիր ունեցող մարդիկ։ Ճարպակալումը որպես բժշկական տերմին չի հանդիպում մինչև 17-րդ դարի վերջ։ Այսօր այն համարվում է ամենավտանգավոր եւ ամենատարածված ոչ վարակիչ հիվանդություններից մեկը։ Ճարպակալումը սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի, քաղցկեղի մի քանի տեսակի եւ առողջական այլ խնդիրների առաջացման պատճառ է։ ԱՀԿ վերջին 2022 թվականի տվյալներով աշխարհում ամեն 8-րդ մարդը ճարպակալում ունի։ Վերջին 30 տարվա ընթացքում մեծահասակների ճարպակալման ցուցանիշն ավելացել է կրկնակի, դեռահասներինը՝ քառակի։ Ճարպակալում ունի մինչև 5 տարեկան 37 միլիոն երեխա։ Այս խնդիրը չի շրջանցել նաև մեր երկիրը։ Առողջապահության նախարարության վերջին 2017 թվականի հետազոտությամբ Հայաստանի 18-ից 69 տարեկան բնակչության 47.8%-ի մոտ առկա է ավելցուկային քաշ կամ ճարպակալում։ 2019-ին Հայաստանում առաջին անգամ հաշվեցին դպրոցականների շրջանում ճարպակալման ցուցանիշները։ Պարզվեց, որ 7-ից 8 տարեկանների 27.7%-ը, այսինքն ամեն 4-րդ երեխան, ունի ավելցուկային քաշ, իսկ 12.5%-ի մոտ առկա է ճարպակալում։ Իդեպ երեխաների շրջանում ճարպակալման ամենաբարձր ցուցանիշը Երևանում է 16.1%։ Այսօր ԱՀԿ-ն ճարպակալումն անվանում է դարի համաճարակ, որից ազատվելու միակ ճանապարհն առողջ սննդին եւ առողջ կենսակերպին անցնելն է։ Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, ժամանակն է ներկայացնել մեր այսօրվա առաջին հյուրին, բարիատրիկ վիրաբույժ Լևոն Գրիգորյան, համեցեք։ Ողջույն, բժիշկ Գրիգորյան։ Ինչ ենք հասկանում թափես ճարպակալում ասելով, որովհետև կան մարդիկ, որ նայում ես դե մի քիչ ավելորդ քաշ ունի, բայց դա ճաշակի հարց է գուցե։ Ինչ որ մեկին թվում է, որ դե չէ, ինչ էլ շատ լավ արտաքին ունի, այսպես կներեք ճակերտավոր կերած խմած։ Ինչ մյուսի համար դա չէ, չափից դուրս է։ Կան չափորոշիչներ։ Այո, բժշկության մեջ ցանկացած բան կանոնակարգելու համար մենք ունենք, այսպես ասած, հարաբերական նորմաներ, իդեալական ցուցանիշներ, որոնցից կախված մենք որոշում ենք արդեն մյուս շեղումները։ Հենց այդտեղից կախված մենք ունենք ճարպակալում հասկացողություն, ավելորդ քաշ հասկացողություն եւ այս ցուցանիշները հասկանալու համար մենք մի պարզ ու բավականին հեշտ բանաձև ենք օգտագործում, դա անձի քաշը կիլոգրամներով բաժանում ենք նրա հասակին մետր քառակուսով։ Կոչվում է մարմնի զանգվածի ինդեքս։ Հիմա ձեզ այն յուրաքանչյուրը կարող է վերցնել թուղթը գրիչ կամ վերցնել հեռախոսը, բոլորի մեջ հիմնական հաշվիչներ հասանելի են։ 1 վայրկյանի ընթացքում դա կարելի է հաշվել։ Ինչ ենք անում։ Դիցուկ Մարդը կշռվում է, գիտի իր հասակը եւ քաշը կիլոգրամներով, պայմանական 120 կիլոգրամ, 1.70 քաշ, 120-ը բաժանում ենք 1.7-ի քառակուսը։ Այո, 1.7-ի քառակուսը։ 1.7 մետրով հասակի քառակուսը։ 1.7-ի քառակուսի հանդիսատեսին կարող եմ հենց հիմա, դուք կարող եք հիմա վերցնել, ուղղակի ձեզ համար որոշել, եթե ունենք հանդիսատես, որը կհամաձայնի գալ, համեցեք, խնդրեմ, մենք կշեռք ունենք անգամ այստեղ պատրաստած։ Ահա։ Շեռքը դնեցինք այստեղ, ողջույն։ Բարև ձեզ։ Ես Վահեն եմ։ Ժիրայրն եմ։ Ժիրայր, ձեր կարծիքով ունեք ավելորդ քաշի հետ կապված խնդիր։ Ունեմ, կարծում եմ, որ մի փոքր զանգվածը, մեծ է։ Շատ փոքր։
Լավ, եկեք փորձենք ձեր հասակը 1.73 հասակում։ 1.73, այսինքն մեզ պետք է բաժանել 1.73-ի քառակուսու վրա։ Փորձենք կշռվել։ 124 կիլոգրամ, մի փոքր։ Մի փոքր։ Լավ, եկեք փորձենք հաշվել։ Ես արդեն մոտավոր հաշվեցի, դա 40 եւ պլյուս է ստացվում։ 40-ից ավել։ Այո, 40 եւ պլյուս, դա նշանակում է, որ մենք մեր հանդիսատեսի մոտ ունենք 3-րդ աստիճանի ճարպակալում, իսկ դա բավականին բարձր ցուցանիշ է։ 41։ Այո, 40 բարձր։ Այդ իսկ պատճառով նորից վերադառնալով խոսակցությանը ասեմ, որ 25-ից մինչև 18.5-ից 25 նորմա ենք համարում, 25-ից մինչև 30 ավելորդ զանգված, 30 պլյուս ճարպակալում, մինչև 35 առաջին աստիճան, 35-40 երկրորդ, 40 պլյուս երրորդ կամ անգամ սուպեր ճարպակալում։ Բժիշկ Գրիգորյան, նայեք, նայում եմ իրականում մարդը բավականին այսպես սպորտային արտաքին ունի, երևի սպորտով է զբաղվում, պարապում է, բայց այնուամենայնիվ այստեղ մենք ունենք ակնհայտ ճարպակալում։ Ցուցանիշները խոսում են դրա մասին։ Մարդը շատ լավ է, որ սպորտային է, մարդը շատ լավ է, որ ամրակազմ է, ակտիվ է, բայց քաշի առումով մենք ունենք ճարպակալում։ Շնորհակալություն, կներեք ձեզ նեղացնելու համար, պետք է օբյեկտիվ լինեն մեր ցուցանիշները։ Կշերքը պահեմ եւ հաջորդ հարցը հետեւյալն է. արդյոք կարող է մարդը ունենալ ավելորդ քաշ եւ լինել առողջ։ Ու տարապել ճարպակալմամբ, ու դա ուղղակի լինի այսպես էսթետիկ խնդիր, ու մնացած ամեն ինչ իր մոտ նորմալ է։ Կարող է այդպեսի տարբերակ ընդհանրապես լինել։ Մենք ունենք ճարպակալած անձիկ, որոնք մետաբոլիկ իմաստով կարող են լինել առողջ։ Բայց սրանք որքան էլ որ իրարից հեռու են, իրար միևնույնն է մոտ են։ Այդ իսկ կարող եմ չհամաձայնել ձեզ հետ։ Կարող եք, որովհետև ես կարծում եմ, որ եթե մարդը ունի ավելորդ մարմնի զանգված, չի կարող սրտի հետ խնդիր չունենալ, չի կարող լյարդի հետ խնդիր չունենալ, չի կարող ոսկրային համակարգի հետ խնդիրներ չունենալ, չէ՞ որ այդ բոլոր համակարգերը աշխատում են գերծանրաբեռնված։ Գլոբալ իմաստով այո, բայց մենք տեսնում ենք բազմաթիվ նաև ոչ գեր-նիհար անձանց, ովքեր ունեն բավականին արտահայտված լուրջ սիրտանոթային ռիսկեր, նրանք մետաբոլիկ անառողջ են, գենետիկորեն պայմանավորված։ Այդ իսկ պատճառով այո, ինքը ճարպակալումը արդեն իսկ հիվանդություն է, բայց եթե խոսում ենք մետաբոլիկ ուղեկցող եւ հավելյալ խնդիրների մասով, ապա այո, կարող են լինել այդպիսիք նույնպես։ Մենք իրականում ունենք տեսանյութ, որտեղ երևում է, թե ճարպակալած մարդու ներքին օրգանները ինչպիսի տեսք ունեն, եւ հենց դուք էլ մեկնաբանում եք, առաջարկում եմ դիտել տեսանյութը, հետո շարունակել զրույցը։ Մեր բուժարում 29 տարեկան աղջիկ է, մարմնի զանգվածի ինդեքսով 3-րդ աստիճանի ճարպակալում, շուրջ 120 կիլոգրամ, բազմիցս փորձել է ինքնուրույն քաշ իջեցնել ոչ վիրահատական եղանակներով, սակայն անգամ գրանցված հաջողությունից հետո դիտվել է նորից անհաջողություն, քաշի ավելացում եւ ամեն անգամ ավելի բարձր թվերի վրա։ Երկարգործիկ, քիրուրգիկ, ձեռոցիկ տվյալ դեպքում իրականացնելու ենք ստամոքսի լապարասկոպիկ երկայնակի մասնահատում, այն է ստամոքսի մոտ 80%-ի հեռացում։ Տեսնում եք ինչքան ծանր եւ փոփոխված լյարդ է։ Մեր բուժարում 29 տարեկան է ընդամենը, շատ բավականին երիտասարդ է եւ այս տարիքի համար ունենալ նման ոչ ալկոհոլային ճարպային դիստրոֆիա դա բավականին իհարկե լուրջ խնդիր է, որովհետև սա մեծացնում է ռիսկերը ինչպես հետագայում շաքարային դիաբետի զարգացման, այնպես էլ լյարդի ցիրոզի զարգացման։ Շատ հաճախ ենք տեսնում, թե ինչպես է նահանջում երկրորդ տիպի շաքարային դիաբետը ճարպակալման խնդիրը լուծելու արդյունքում։ Հիմա մենք աշխատում ենք ստամոքսի հատակի շրջանում։ Ստամոքսի հատակի շրջանը այն հատվածն է, որտեղ գտնվում են սովի հորմոն արտադրող գեղձերը, հեռացնելով այդ հատվածը եւ այդ հորմոնների քանակությունը նվազեցնելով, մենք ստանում ենք նաեւ հորմոնալ մակարդակի վրա սովի զգացողության զգալի նվազում։ Հիմա մենք արդեն ավարտել ենք գործողությունը, դուք տեսնում եք, որ այն ստամոքսը, որը ուներ
պարկանման տեսք եւ պարկ էր իրական իրենից ներկայացնում, վերածվել հիմա այսպես խողովականման աղիք հիշեցնող մի օրգանի։ Մենք ունենք առավելագույնը 20% նախկին ստամոքսի ծավալից։ Որտեղից է սկսում ճարպակալումը, ասեցիք, իսկ որտեղից է սկսում ցուցումը վիրահատական բուժման։ Եկեք դրա մասին էլ խոսենք, որ այո, կան դեպքեր, երբ ցուցված չեն վիրահատությունները, բայց արվում են։ Այո, ցավոք կան այդպիսի իրավիճակներ նույնպես, երբ եւ մի կողմից պացիենտի պնդման, մյուս կողմի բժշկի միգուցե թուլության հետևանքով, այսպես ասեմ, ընդառաջ է գնացվում եւ կատարվում է վիրահատությունը, բայց դա ճիշտ չէ։ Եվ եթե խոսենք ցուցումների մասին, ապա նորից պետք է վերադառնանք մարմնի զանգվածի ինդեքսին եւ պետք է ասենք, որ ցուցումները սկսվում են մարմնի զանգվածի ինդեքսի 30 եւ պլյուսից, բայց կա մի կարևոր բայց։ Եթե խոսում ենք 30+, այսինքն առաջին աստիճան 30-ից 34.9, այստեղ մենք պետք է ունենանք այն բոլոր մետաբոլիկ խնդիրները, որոնք հաճախ ուղեկցում են ճարպակալման, դա է զարկերակային հիպերտենզիան, երկրորդ տիպի շաքարային դիաբետը, արթրոզ արտրիտները, քնի օբստրուկտիվ խանգարումը կամ այսպես կոչված sleep apnoea-ն եւ այլն։ Եթե այս խնդիրները առկա են, ապա այո, վերջին թարմացումների համաձայն, որը տեղի է ունեցել 23 թվականին, համաշխարհային ասոցիացիաների կողմից ընդունված օրենքների համաձայն, այո, կարելի է վիրահատել պացիենտին։ Եթե չկան ուղեկցող խնդիրներ, ապա 35+ ցուցանիշն է, որ ցուցում է հանդիսանում հենց ճարպակալման, միայն ճարպակալման համար 35+։ Այո, առանձին, եթե ունենք ճարպակալում երկրորդ աստիճան պլյուս, այսօր արդեն ունենք ցուցում վիրահատություն։ Իդեպ ինդեքսները տարբերվում են ինչ-որ ձևով կանանց ու տղամարդկանց մոտ, թե դա նույնն է, ինդեքսները ստանդարտ չեն տարբերվում, այդ իմաստով կա տարբերություն ասիական ծագում ունեցող պացիենտների հետ եւ նրանց մոտ կառուցվածքային տարբերություն իջնում է այդ ցուցանիշը եւ ճարպակալում հաշվում են 27.5 ցուցանիշից սկսած, որտեղ հասակը ցածր է, ռիսկերը իրենց մոտ ավելի բարձր են։ Հասկացա։ Վիրահատությունը մեկ ձևով չէ, որ արվում է։ Ոչ, այսօր բավականին շատ են վիրահատությունների տիպերը, տարատեսակ վիրահատություններ առաջարկվում տարբեր երկրերում, տարբեր համալսարաններում։ Այն ինչ որ էկրանին է, այն ինչ որ էկրանին է, դա այսօր թերևս աշխարհում եւ Հայաստանում ամենամեծ տարածում գտած ստամոքսի երկայնակի մասնահատման վիրահատությունն է կամ sleeve gastrectomy-ան, որի արդյունքում այո, այս ամբողջ սխեմային հետևում մենք տեսնում ենք, որ ստամոքսը վեր է ածվում աղիքանման օրգանի, այդ պարկանման օրգանը մենք ձևափոխում ենք, հեռացնում ենք մոտ 80%-ը։ Այսինքն այս քանը հեռացվում է։ Այո, այդ հատվածը հեռացվում է եւ մնում է այն խողովականման հատվածը, որը նույնպես ստամոքս է, բայց ծավալային իմաստով մոտ 20%-ն է կազմում ի սկզբանե արկա ստամոքսի։ 80%-ը գնաց։ Մոտավորապես, այո։ Այստեղ մի փոքրիկ ներբություն էլ կա, որ մենք միշտ նշում ենք, որ այստեղ այս հատվածում, հատակի հատվածում ստամոքսի կան սովի հորմոններ արտադրող գեղձեր, որոնց հեռացումը նույնպես բերում է ուղեղային մակարդակով սովի զգացողության նվազման։ Ոչ բոլորի մոտ, բայց այդ մեխանիզմը աշխատում է նույնպես։ Ինչ ունենք այստեղ։ Սա արդեն երկրորդ տիպի վիրահատություններն են, եթե նա փոքրացնող, զուտ փոքրացնող տիպի վիրահատություն է, մասնահատումը, այստեղ շունտավորող վիրահատություն է ներկայացված կամ շրջանցող վիրահատություն ու բերեցինք, այո, մենք ձևավորում ենք փոքրիկ ստամոքս, չենք հեռացնում ոչինչ եւ այս իմաստով այս վիրահատությունը դարձելի վիրահատություն է։ Ստեղծում ենք փոքրիկ ստամոքս, որը միացնում ենք բարակ աղեգալարին, շրջանցելով նրա սկզբնահատվածը, դա կարող է լինել 1 մետր, 1.5 մետր, 2 մետր կամ վիրահատություններ, որոնց ժամանակ առհասարակ մենք թողնում ենք մարսողական սեգմենտ 2.5-3 մետր։ Այսինքն ցանկության դեպքում մենք հետո էլի կարող ենք միացնել ու ստանալ մեր հին ստամոքսը։ Այո։ Այստեղ չէ, սա պատկերացրեք, հեռացրեց, սա գնաց, դեն գցեցինք։ Այս պարագայում մենք ունենք տարբերակ նորից վերականգնելու, եթե նման իրավիճակ կա եւ նման անհրաժեշտություն կա իհարկե։ Դա շատ հազվադեպ հանդիպող իրավիճակներ են, բայց տեսականորեն դա կարող է պատահել։ Լավ, ինչ արագությամբ է հիվանդը սկսում նիհարել վիրահատությունից հետո։ Սա շատ անհատական հարց է եւ կախված է արդյոք դա լավ ու վատ արած վիրահատությունից։ Որոշակի իմաստով այո, լավ ու վատ արած պետք է այսպես ասենք, կան վիրահատություններ, որոնց ժամանակ նույն եթե վերցնենք մասնահատումը եւ համեմատենք,
կարելի է պահել բավականին մեծ ստամոքս, կարելի է պահել բավականին ավելի փոքր ստամոքս։ Որովհետև գիտեք, ես թեման ուսումնասիրելուց մտա ու նայեցի այսպես պացիենտների կարծիքները, զրույցները մեկը մյուսի հետ եւ դրանք չեն համընկնում։ Մարդը ասում է, որ նիհարել է 1 ամսվա ընթացքում 25-30 անգամ կիլոգրամ, մարդը ասում է վիրահատվեցի 2-3 կիլոգրամ ընդամենը առաջին ամսում նիհարեցի, երբ որ պետք է ամենամեծ դրանք իրականում չեն կարող լինել միանման, որովհետև անգամ եթե վերցնում ենք մեկ վիրաբույժ, պայմանական ինձ վերցնենք եւ երբ որ ես վիրահատում եմ 2 քույրիկ կամ 2 եղբայր, այդ 2 անձինք նույն ձեռագրով իրականացված վիրահատությունից հետո տարբեր արդյունքներ են գրանցում, որովհետև այստեղ վիրաբուժական գործողությունից բացի շատ կարևոր է մարդու ապրելակերպը, նրա մոտիվացիան, նրա պատրաստակամությունը փոխվելու, ակտիվանալու, այնպես որ գործոնները բազմաթիվ են։ Տեսեք, դուք ասում եք նայած թե ինչպես կապի, եթե ես պատկերացնեմ, որ այս ստամոքսն էր, որի 80%-ը հեռացրեցինք մնաց այսքանը, ինչքան ուզում եմ ես մոտիվացիա չունենամ, այնուամենայնիվ այս 20%-ի մեջ այսքանից ավել չի տեղավորվելու։ Ինչն է փոխվում։ Ճիշտ եք, բայց մենք պետք է հաշվի առնենք, որ օրգանիզմը ինքը բավականին մեծ ադապտացիոն հնարավորություններ եւ ունակություններ ունի։ Ցանկացած դեպքում։ Այո, եւ գնահատելով վիրահատությունը որպես ստրես, օրգանիզմը նույնպես փորձում է հակազդել, այո, այս գործողությանը եւ սա գնահատվում է որպես իրավիճակ, որից նա պետք է դուրս գա, քրիտիկական իրավիճակ։ Եվ կախված թե ոնց է հաղթահարվում այդ իրավիճակը, այդ դրանից էլ կախված մենք ունենում ենք այս կամ այն արդյունքը։ Ես բոլորին խորհուրդ եմ տալիս, իհարկե, չհասցնել գործը այս վիրահատություններին, հետևել, զբաղվել, իրականում սրանք ուշացած դեպքեր են, դեպքեր, երբ բարձի թողի վիճակ է եւ գալիս ենք ստիպված վիրահատական միջամտության, բայց միաժամանակ նաեւ անպայմանորեն ես կարծում եմ շատ կարեւոր է բժշկի հետ քննարկել, երկար մանրամասն զրույց ունենալ եւ միայն նոր դրանից հետո գալ այս կարևոր որոշմանը։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բժիշկ Գրիգորյանին եւ երևի արդեն առանց նրա դիտել մեր վերջին տեսանյութը արդեն ձեր վիրահատած պացիենտի հետ։ Շնորհակալություն։ Ես եղել եմ 111 կիլոգրամ եւ հիմա 59 կիլոգրամ եմ։ Նույնիսկ այն մարդկանց հետ, որ ամեն օր շփվում եմ, կարող է հեռվից ինձ տեսնեն, չճանաչեն։ Շոկային է իրանց համար իրականում։ Ունեի շատ ցավեր ու սպորտի է, որ գնում էի, շատ գլխացավեր էի ունենում, ոչ մի կերպ չէի կարողանում սպորտով նորմալ զբաղվել։ Ամեն ինչ փորձել եմ, բայց 105-ից ներքև չէի կարողանում ոչ մի կերպ նիհարեի։ Մի կնոջ տեսա, որ վիրահատվել էր, ինքը շատ ինձ խորհուրդ տվեց, որ վիրահատվեմ։ Օրգանիզմը այդ վիրահատությունից հետո գալիս է քո իդեալական քաշին։ Իսկ հետո մնացածը ոնց կպահես, արդեն դա քեզնից է կախված։ Վիրահատությունից հետո fast food-ը այսինքն վերացավ, փորձում եմ ամեն ձև պահել իմ սննդակարգը, որպեսզի հին տաշտակի առջև չկանգնեմ։ Նախքան նիհարելուց ես վախենում էի մեքենա վարելուց, սակայն նիհարելուց հետո մեքենա նվեր ստացա ամուսնուս կողմից եւ հիմա մեքենա վարելը դա իմ տարերքն է։ Իմ կյանքը ամբողջությամբ փոխվեց, նույնիսկ մասնագիտությունս փոխեցի, սկսեցի ճամփորդելը։ Տարիների ընթացքում դու ամեն ինչ փորձում ես ու չի ստացվում նիհարելը, դա քո կյանքի տարիներն են գնում, ջահել տարիները։ Բայց դեռ ամեն բան իր ժամանակին։
Երեմյան կաթնամթերքը ստացվում է սեփական ֆերմայի անարատ բնական առողջարար ակարգի կաթից։ Գերարտադրությունից մինչև փակ շղթայով կաթնամթերքի ստացում։ Երեմյան կաթնամթերքը վերահսկում է կաթնարտադրության ամբողջ ընթացքը։ Կաթը սեր է, ուժ եւ առողջություն։ Դե ինչ հարգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք հաղորդումը, այժմ արդեն մանկական հատվածն է եւ մեզ այստեղ սպասում է մեր հրաշալի մանկաբույժը Գայանե Հովհաննիսյանը, ողջույն։ Ողջույն, բժիշկ։ Եկեք թեման չփոխենք, եթե սկսել ենք ճարպակալումից, ապա շարունակենք հենց ճարպակալմամբ ու խոսենք երեխաների մոտ ճարպակալման խնդիրների վերաբերյալ, որովհետև միայն մեծահասակները չէ, որ ունեն այս խնդրեմը։ Հիշեցնեմ, որ մեր գործընկերը Երեմյան կաթնամթերքն է, որն իդեպ միակն է, որ ունի A կարգի սերտիֆիկացված մանկական կաթնամթերք։ Եվ այսպես մենք մեծահասակների համար ունենք մարմնի զանգվածի ինդեքս։ Տղամարդ, կին, բոլորի համար նույնն էր։ Ինչ ունենք երեխաների համար, երբ ենք հասկանում, որ երեխան ոչ թե այսպես անուշիկ լավ կերած երեխա է, խմբլիկ երեխա է, այլ ունի խնդրեմ։ Նախ բարձրաբանենք, թե ինչ է ընդհանրապես ճարպակալումը։ Դա մեծ քանակով ճարպի կուտակում է ճարպային հյուսվածքներում։ Մենք մանկաբույժներս գնահատում ենք BMI կամ մարմնի զանգվածի ցուցանիշ կոչվող ինդիկատորով, որը երեխայի քաշի հարաբերությունը հասակի քառակուսուն։ Քաշը արտահայտված կիլոգրամներով եւ հասակը արտահայտված մետր քառակուսիով։ Հետևաբար եւ մեծահասակների եւ մանկական պրակտիկայում մենք օգտագործում ենք նույն ցուցանիշը։ Դա արդեն անում է մանկաբույժը, այսինքն մանկաբույժը գալիս է, նայում է, տեսնում է, ու հետո ասում է ծնողին. ունենք խնդիր, թե չունենք։ Հիմա որոշեցինք, որ ունենք։ Հայտնաբերեցինք ծնողներին ինչ ենք ասում, ոնց ենք բացատրում, ինչ պիտի իմանա ծնողը։ Ծնողը ասում է երեխաս ախորժակով ուտում է, ամեն ինչ ուտում է, ճաշնել է ուտում, կոնֆետնել է ուտում, խմորեղեննել է ուտում, ինչ եք ուզում իմ երեխայից։ Նախ ծնողին պետք է բացատրել, թե ախորժակով մեծ քանակով ուտելը դա դեռ չի նշանակում որակյալ ուտել, հա։ Եվ պետք է բացատրել ծնողներին նախ ուտելու ինտերվալների մասին, այսինքն երեխան չպետք է անդածամի, ոնց որ մեր հասարակությունում ընդունված է, պետք է երեխան անդածամի, որպեսզի լավ մեծանա, առողջ մեծանա։ Իսկ դուր եկավ անդածամի, նապաստակների նման, ինչ կան տաս կուտի։ Ծնողները այո, երբ որ մեզ մոտենում են, նման բնորոշում են տալիս, որ իմ երեխան անդածամում ամեն ինչ ուտում է։ Ինչի պետք է ես անհանգստանամ։ Պետք է բացատրել նախ ինտերվալների մասին եւ որակյալ սննդի, բացատրեք, խնդրեմ, բալանսավորված սննդի մասին։ Ըստ տարիքային խմբի ինտերվալները կարող են տարբեր լինել եւ կախված թե երեխան ինչ ֆիզիկական ծանրաբեռնվածություն ունի, դպրոցում մեծ մտավոր ծանրաբեռնվածություն է կատարում, որից մանկապարտեզ է գնում, 3 տարեկան երեխա է, բայց տեսնում ենք, որ չէ, ունի ճարպակալում։ Անհանգստանալու խնդիր ունենք։ Իհարկե անհանգստանալու խնդիր ունենք, քանի որ ճարպակալում իր հետևից բերում է բազմաթիվ հիվանդություններ, սկսած շաքարային դիաբետից տիպ 2, միանշանակ, զարկերակային հիպերտենզիա, որ արդեն բավականին հաճախ ենք ունենում երեխաների շրջանում, այո, սիրտանոթային տարբեր տեսակի խանգարումներ, նույնիսկ վազելիս երեխան չի կարող վազի, որովհետև ունի հեվոց եւ մեծ քանակությամբ քրտնարտադրություն։ Երբեմն ավելցուկային քաշ ունեցող ծնողները մեզ դիմում են ոչ թե երեխայի քաշի հետ կապված, դա իրենք համարում են անուշիկ թմբլիկ երեխա, ինչպես դուք բնորոշեցիք, այլ որ երեխան ունի բարձր քրտնարտադրություն եւ կասկածում են, որ վիտամին D-ի խնդիր ունի։ Եկեք վերադառնանք մեր սեղանին ու փորձենք հասկանալ ինչը կարելի է, ինչը չի կարելի։ Կամ չի կարելին դա հարաբերական չի կարելի, թե կտրականապես չի կարելի։ Գոնե 1-1 թե երբեք տարբերակով։ Այս թվում տեսնում եմ բոլոր այն անհրաժեշտ սննդամթերքը, որը երեխան պետք է իր օրեկան ռացիոնում ունենա։ Թարմիրք բանջարեղեն, ես այստեղ տեսնում եմ ամբողջական հատիկներ, այստեղ տեսնում եմ եւ բրինձ, եւ հնդկածավար եւ ոստ, որոնք որ պետք է ռացիոնում ընդգրկված լինեն։ Այստեղ բանջարեղեն։ Այո, թարմիրք բանջարեղեն դա պարտադիր է եւ այս մի թվում տեսնում եմ կատնամթերքը, եթե կատնամթերքը տվեք ինձ, կատնամթերքը լավն է, կատնամթերքը ձեզ չեմ տա։ Այս տողում դինի ընդհանրում եմ։ Եվ այս մի թվում տեսնում եմ այս ինչ որ մեր երեխաներին օգտակար է։ Տարբեր տեսակի քաղցրավենիքներ, որոնք ունեն բարձր գլիկեմիկ ինդեքս, իրենք երեխաների մոտ առաջացնում են միանգամից հագեցվածության զգացողություն, եւ եթե երեխան թեկուզ ուտելու արանքներում ընդունում են նման սննդամթերք, իրենք հաջորդ ուտելու ժամը կարող են բաց թողնել։ Ի հաշիվ այս սննդամթերքի որոնք արագ հագեցվածություն առաջացնում։ Մի հատ սրանից երեխան սիրում է, մի հատ։ Չտամ, երեխան հյուր է գնացել, իրեն հյուրասիրել են, կերել է, հիմա մտնում ենք խանութ, ասում է ուզում եմ։
Չտանք։ Իհարկե ամբողջությամբ բացառել չեն կարող, որովհետև մեր շրջապատում երեխան ամենուր տեսնում է, եթե դուք չտաք, հաստատ իշու մեկը դրսում հյուրասիրելու է։ Ուղղակի պետք է երեխային էլ սովորացնել նորմալ ուտելու վարքը։ Եթե երեխան օրինակ նախաճաշի ընկերել է իր հասանելիք սնունդը, որից հետո կարելի է մի փոքր քաղցրավենիք տալ երեխային, որը չի խանգարի։ Իսկ ճարպակալման դեմ պայքարի ինչ որ դեղամիջոցներ, այլ միջոցներ ինչ որ ունենք թե չէ, թե ընդհանրապես դա բացառապես դիետան է։ Մեծ հասակներին տեսանք վիրահատում ենք, տարբեր միջոցներ ունենք, երեխաների պարագայում ինչ ենք անում։ Եթե ունենք հավելյալ քաշ, դեռ չենք հասել դեպի ճարպակալում, փորձում ենք դիետա սահմանել երեխայի համար եւ մեծացնել ֆիզիկական ակտիվությունը, եթե կա, եթե չէ, խորհուրդ ենք տալիս ֆիզիկական ակտիվություն։ Ներկայիս ժամանակահատվածում թիվ 1 խնդիրը երեխաների նստակյաց կյանքն է, գադջետներ, հեռախոսներ եւ մեր փորձը ցույց է տալիս, որ հիմնականում հավելյալ քաշ կամ ճարպակալում ունեցող երեխաները իրենց օրվա մեծ մասը անցկացնում են նստակյաց։ Հենց հիմա ձեր երեխաների ձեռքից խլում եք հեռախոսները, գադջետները, այսպես ասած, ուղարկում եք բակ, ասում եք գնա խաղալու, նրա համար մի հատ լավ հեծանիվ եք գնում, մի հատ գնդակ եք տալիս, ու ասում եք գնա ընկերներիդ հետ խաղալու։ Վերջացրու տանը նստել, ամբողջ օրը կողքնել քաղցրավենիքը դրած ուտել, որովհետև այո, մեծ տարիքում կարող ենք ունենալ շաքարային դիաբետ, հետո կարող ենք ունենալ սրտանոթային խնդիրներ, հետո կարող ենք ունենալ լյարդի հետ կապված խնդիրներ, հետո կարող ենք ունենալ էնդոկրին խնդիրներ, ու դա կլինի այն պատճառով, որ դուք ձեր երեխային այսպես շատ եք սիրում ու նրա համար անընդհատ համով, էլի չակերտավոր ու օգտակար սնունդ եք տալիս։ Ու դրա մեղավորը կլինեք ցավոք սրտի դուք։ Իմ հյուրը այսօր Գայանե Հովհաննիսյանն էր, մանկաբույժ, որը մեզ պատմեց ինչ կարելի է եւ ինչ չի կարելի։ Մնացեք մեզ հետ։ Դե ինչ հարգելի հեռուստատողներ, շարունակում ենք հաղորդումը, արդեն եթերում սնվենք հաճույքով եւ մնանք առողջ հատվածն է, իսկ իմ հյուրը Գիտությունների ազգային ակադեմիայի էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանն է, ողջույն։ Բարև ձեզ։ Մեր այսօրվա թեման այս սարքն է։ Չեմ ուզում գնահատականներ տամ, որովհետեւ հենց հիմա միկրոալիքային վառարանների մասին հարցում ենք ուղղելու մեր հանդիսատեսին, բայց ես կարծում եմ, որ նաև արժի, որ մեր հեռուստադիտողն էլ թեկուզ մտքում պատասխանի, արդյոք միկրոալիքային վառարանները դարձնում են սնունդը վտանգավոր, որովհետև այո, մենք գիտենք կամ բազմաթիվ միֆեր, փաստեր, որ միկրոալիքային վառարանները ճառագայթում են եւ այլն եւ շատ վտանգավոր սարքեր են։ Կարծում եմ գիտնականները պետք է առաջնորդվեն ոչ թե հանդիսատեսի կարծիքով, այլ ապացուցողական սննդագիտությամբ։ Հետևաբար մենք պետք է սպասենք արդյունքներին եւ տանք ճիշտ պատասխանը, ոչ թե հակառակը։ Մեր հանդիսատեսի 21%-ը կարծում է, որ վտանգավոր է, 79%-ը կարծում է, որ վտանգավոր չէ։ Ինչ է կարծում Դավիթ Պիպոյանը։ Նախ ասեմ, բավականին լավ պատկեր ունենք, նշանակում է միֆերը բավականին փոքր տոկոսի մոտ են տարածված, որովհետեւ ցավոք սրտի մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ շատ ավելի մեծ է այն մարդկանց տոկոսը, որոնք կարծում են, որ միկրոալիքային վառարանը ճառագայթում է սնունդը, դարձնում է քաղցկեղածին եւ ամենակարևորը նրանք կարծում են, որ շատ վատ է անդրադառնում սննդի ֆիզիկա-քիմիական հատկանիշների վրա։ Որտեղից է գալիս այդ կարծիքը։ Ինչն է պատճառը։ Ես չգիտեմ, անկեղծ չգիտեմ որտեղից է գալիս այդ։ Տեսեք, շատ կարևոր բան կա, երբ մենք ասում ենք լեզվանկալում, սննդի անվտանգության եւ սնուցման ոլորտում մենք ունենք նաեւ բառերի հետ կապված մարդկանց ընկալում։ Երբ ճառագայթ բառն օգտագործում, մարդիկ միանգամից պատկերացնում են ճառագայթահարված սննդամթերք եւ ռադիացիա բառի հետ են ասոցիացնում։ Չեռնոբիլը միանգամից գալիս է կախվում է իրենց կողքը։ Բայց չենք մոռանում, որ կա հայերենում շատ գեղեցիկ բառ արևի ճառագայթ։ Երբ ասում ենք արևի ճառագայթ, ոչ մեկս չէ միանգամից չի պատկերացնում ռադիացիան։ Ավելին, պետք է հասկանալ, թե ինչպիսի ճառագայթներ են օգտագործվում։ Որովհետև արևի ճառագայթներից նույնպես ապացուցված վնասակար ազդեցություն։ Հիմա տեսեք, ուրեմն այս ճառագայթները, որոնք որ օգտագործվում են միկրոալիքային վառարաններում, բառիս բուն իմաստով իրենց ազդեցության մեխանիզմով նման են ռադիոյի ճառագայթներին։ Իսկ դուք գիտեք ռադիոն ինչ վնասակար է։ Եթե դուք չեք վախենում ռադիոյից եւ առանց որևէ խնդիր օգտագործում եք ռադիո, ուրեմն առանց որևէ մտահոգության եւ առանց որևէ մտավախության կարող եք օգտագործել միկրոալիքային վառարան, բայց կա շատ կարեւոր մի խնդիր։ Միկրոալիքային վառարանը պետք է ճիշտ եւ համապատասխան պարագաներով աշխատացնել, որովհետեւ շատ ժամանակ
մարդկանց մոտ այդ թյուրընկալումները պայմանավորված են իրենց վատ եւ ոչ ճիշտ կիրառման կանոններով։ Այսինքն վատ փորձ են ունեցել ու իրենց թվում է որ սարքն էր վատ։ Ֆիքսենք, որ առողջության համար միկրոալիքային վառարանները անվտանգ սարքեր են։ Չկա այստեղ ինչ որ ռադիացիա, չկա ինչ որ վտանգներ, այնպես որ հանգիստ կարող ենք օգտագործել։ Հիմա եկեք անցնենք արդեն օգտագործման ճիշտ կանոններին։ Երբ օրինակ հստակ արտադրողը տալիս է ցուցում, որ միկրոալիքային վառարանում չի թույլատրվում տեղադրել մետաղ պարունակող բաժակ, մետաղ պարունակող տարա, մարդիկ տեղադրում են եւ բնականաբար սկսում է կայծկլտոցի process-ը եւ մարդը կարծում է որ միկրոալիքային վառարանը վտանգավոր է, բայց դուք չեք կարողանում ճիշտ կիրառել։ Կամ դեպքեր են եղել, երբ մարդը օրինակ պլաստիկ տարան տեղակայում է միկրոալիքային վառարանի մեջ եւ դնում է բավականին բարձր ռեժիմում եւ բնականաբար դուռը բացելուց հետո ինչ է հանդիպում բացառապես հալված, զանգված, ճառագայթված, հալված։ Եվ մտածում է, որ բնականաբար այդ նույն process-ները տեղի են ունենում սննդամթերքի հետ։ Ինչ անել, այո, պարտադիր հետևել եւ ամենակարևոր բանը, քանի որ գիտեք միկրոալիքային վառարանը հաճախ նաեւ տանը դպրոցականները, տան բոլոր անդամները սնունդ տաքացնելու համար ձեռքի տակ ընկած առաջին իսկ պարագայով տեղադրում են, հիմա կանոն համար 1 երբեք միկրոալիքային վառարան չենք տեղադրում ներկած նկարներով գունավոր տարաներ։ Որևէ դեպքում չի թույլատրվում, որտեղ եթե դուք պատկերացնեք նաև մեխանիզմը, ինչպես է աշխատում միկրոալիքային վառարանը, հա, ես միշտ ասում եմ, օրինակ եթե պատկերացնեք ձեր ձեռքերը, երբ որ շփում եք, սկսում է տաքանալ, չէ՞։ Հիմա միկրոալիքային վառարանը մոտավորապես նույն շփումն է։ Այո, նույն շփումն է։ Եվ ջրի մոլեկուլների հետ բնականաբար այդ էներգիայի արձակման արդյունքում նաև գոյանում է ճնշում։ Սա շատ կարևոր է։ Այ հենց այդ նպատակով օրինակ ձու չի կարելի տեղադրել, որտեղ ձուն կարող է պայթել։ Անկամ խաշած։ Այո։ Եվ հում, եւ խաշած վիճակում, եթե դուք տեղադրեք, այն կարող է պայթել։ Օրինակ յուղի հետ կապած եւս խնդիր ունենք, բայց այն ավելի շատ էսթետիկական է եւ դուք հետո պետք է մաքրեք, որովհետեւ ամբողջ միկրոալիքային վառարանը, պատերը, հա, այդ ամբողջ տարածքը բնականաբար այդ կաթիլներն են մնում եւ շատ իդեպ նաեւ դժվար է մաքրել։ Այն նշանները, որ ցույց տվեցինք, պարտադիր պիտի լինեն այն տարայի վրա, որը պետք է օգտագործենք։ Տեսեք, մեծամասամբ այո, բայց կան դեպքեր, երբ արտադրողները տուփի վրա են այդ տեղեկատվությունը տալիս, կամ օրինակի համար տեղեկատվական թերթիկ կա, որ օրինակ նա կարող է դիմանալ այսինչ ռեժիմին այսքան րոպե։ Լավ, ես ունեմ ջրով բաժակ, բաժակի վրա նախապես նայել եմ, ոչ մի նշան չկա։ Այս բաժակը կարելի է տեղադրել, թե ոչ։ Տեսեք, հաշվի առնելով, որ մեր կանոն համար 1-ը ապակի է, գունավոր նկարներ չկա, բայց քանի որ մենք չգիտենք թե ինչքան է նրա դիմացկունությունը, խորհուրդ չի տրվում առանց ճշտել երկար կամ բարձր ռեժիմներում տեղադրել։ Այսինքն ինչ կարող ենք անել։ Բացենք միկրոալիքային վառարանը, քանի որ տարբեր միկրոալիքային վառարաններ իրենց ներգործության տարբեր ժամանակահատվածներ ունեն, կա 30 վայրկյան, կա 1 րոպե, դրեք օրինակ 30 վայրկյան։ Հիմա կարող է պայթի։ Չի պայթի։ Վստահ։ Եթե պայթեր դժվար ձեզ խորհուրդ տայ միացնել միկրոալիքային վառարանը, եկեք դնենք նվազագույնը։ Մի րոպե, սա պայթելու է։ Չի պայթի։ Եվ 1 րոպեանոց ռեժիմ։ Այո։ Վստահ։ Այո։ Այ, գնացինք։ Հա, կես րոպե։ Ավելի լավ։ Ավելի լավ։ Ես ամեն դեպքում մի քիչ հեռու կկանգնեմ։ Եվ ասեմ, եւս մի մտահոգություն, շատ մարդիկ, սպառողներ կարծում են, որ միկրոալիքային վառարանը բացական ազդեցություն է թողնում սննդի ֆիզիկա-քիմիական հատկանիշների վրա։ Այսօր պետք է ցրենք այդ միֆը։ Ցանկացած ջերմային մշակում, անկախ նրանից տապակել եք, ջեռոց եք դրել, հարել եք, միշտ ազդում է սննդի ֆիզիկա-քիմիական հատկանիշների վրա։ Գլխավոր գործոնը, որ մեզ հետաքրքրում է, որքանով են պահպանվում մակրո եւ միկրո սննդանյութերը։ Տեսակ, ասացի, որ չի պայթի, ստացանք շատ քիչ տաքացած, որովհետև իրականում նաև թույլ ռեժիմ էինք ընտրել, բայց սա եւս շատ կարևոր է, որ մարդիկ սարքավորմանը մինչև կարողանան հարմարվել, համակերպվել եւ ճիշտ ռեժիմներ օգտագործել, որովհետև շատ կարևոր է, որ ճիշտ պահպանենք կանոնները։ Օրինակ, բանջարեղենը միկրոալիքային վառարանում պատրաստելու ժամանակ շատ ավելի լավ է պահպանում վիտամինները, քան երբ մենք խաշում ենք։
որովհետև նաև ավելի քիչ ջուր ենք օգտագործում։ Բայց շատ կարևոր մի կանոն, որ բոլորը պետք է հաշվի առնեն, պետք է համապատասխան տարայում եփվի։ Միկրոալիքային վառարանում պարտադիր պետք է օգտագործել տվյալ սննդի եփման համար նախատեսված տարա, որովհետև միկրոալիքային վառարանի տարաները երբեք 100% հերմետիկ չեն փակվում։ Իմիջիայլոց ասեմ, շատ կարևոր մի բան, այդ տարաները միշտ ունենում են օդը դուրս մղելու երկու ռեժիմ, այսինքն կախված նրանից, թե ինչ սննդամթերք եք պատրաստում եւ որքան րոպե եք իրարելու, տարբեր։ Սա շատ կարևոր է, որովհետև օրինակ նույն բրոկոլին վիտամին C-ն, եթե ուզում եք լիարժեք պահպանել, շատ ավելի լավ է եփել միկրոալիքային վառարանում, քան ջրի մեջ հաշել։ Եվ երկրորդ ամենակարևոր բանը, որը կուզեի ասել, բոլորի մոտ կա այն կարծրատիպը, որ միկրոալիքային վառարանը նախատեսված է սննդամթերքի տաքացման համար։ Սա եւս շատ կարծրացած, այո, ուրեմն միֆ է, որովհետև իրականում կան նաև միկրոալիքային վառարաններ, որոնք զուգորդվում են գրիլ ռեժիմի հետ, եւ եթե դուք օրինակ ապրում եք Հայաստանում, որտեղ սննդամթերքի մանրէաբանական ռիսկերը երբեք չեն բացառվում, ես օրինակ երբեք խորհուրդ չեմ տալիս միայն միկրոալիքային ռեժիմում պատրաստել, որովհետև գրիլը բարձր ջերմաստիճանում կարող է ազդել նաև մանրէների վրա եւ վերացնել այն մանրէները, որոնք ինչ-ինչ պայմաններում հայտնաբերել էին ձեր գնած սննդի մեջ։ Եվ երկրորդ կարևոր հանգամանքը, որ բոլորս մոռանում ենք, որ նա ունի նաև սառցազրկման հնարավորություն։ Այսինքն երբ մենք խոսում ենք, թե ինչպես ճիշտ սառցազրկել օրինակ միսը, մսի կտորները, եւ գիտեք, այստեղ եւս մենք միշտ խոսում ենք սննդամթերքի ռիսկի եւ օգուտի գնահատումից, հա։ Եթե դուք օրինակ դնում եք գոլ ջրի մեջ եւ հետ եք հալեցնում միսը, հավատացեք, դա շատ ավելի վտանգավոր եւ սննդի անվտանգության տեսանկյունից շատ ավելի վատ պրակտիկա է կամ ձև է վերամշակման, քան եթե դուք օգտագործում եք միկրոալիքային վառարան։ Հրաշալի սարքավորում, որի մասին ցավոք մենք ունենք ոչ ամբողջական ինֆորմացիա, գոնե մինչև այսօր ունենք մեծամասնություն ոչ ամբողջական ինֆորմացիա, սարքավորում, որից ընդհանրապես պետք է ճիշտ ձևով օգտվել, չվնասելու համար մեր օրգանիզմի եւ իհարկե սնվել հաճույքով եւ մնալ առողջ։ Շնորհակալություն Դավիթ Պիպոյանին այս տեղեկատվության համար, իսկ մենք շարունակենք հաղորդումը։ Մնացեք մեզ։ Ողջույն, ձեզ հետ գեղեցկության արվեստն է, այսօր կխոսենք դեմքի ոչ վիրահատական ձգման մասին։ Մարդկանց մեծ մասը այսօր ցանկանում է ունենալ երիտասարդ եւ ծիկ մաշկ, բայց վախենում է վիրահատական միջամտություններից։ Այսօր կան բազմաթիվ ոչ ինվազիվ մեթոդներ, որոնք տալիս են բնական եւ իրական արդյունքներ առանց վիրահատական նշտարի։ Դրանցից է HIFU առաջատար տեխնոլոգիան, որը օգտագործում է բարձր հաճախականությամբ ուլտրաձայնային իմպուլսներ։ Այս մեթոդը մեզ հնարավորություն է տալիս աշխատել ինչպես մաշկի տարբեր շերտերի հետ, այնպես էլ մկանապոնևրոտիկ շերտի հետ եւ խթանում է կոլագենի արտադրությունը։ Արդյունքում միաժամանակ ունենում ենք դեմքի մաշկի ձգում եւ պայքարում ենք տարիքային փոփոխությունների դեմ։ Իդեպ հաջորդ կարևոր առավելությունը, որ կնշեմ, սարքը մեզ հնարավորություն է տալիս աշխատել նաև կրկնակզակի հետ, ինչը շատերին անհանգստացնող խնդիր է։ Իմպուլսները ուղղելով ճարպային շերտի բջիջների վրա կարողանում ենք ճարպային հյուսվածքի ջերմաստիճանը բարձրացնել եւ ստանալ ճարպային բջիջների քայքայում եւ լիզիս։ HIFU թերապիան անվտանգ է, անցավ է եւ որ ամենակարևորը ունի վերականգնողական երկար շրջան։ Երկու միջամտությունը բավարար է լինում, որպեսզի ունենանք ձգված մաշկ, վերականգնված օվալ եւ ազատվենք կրկնակզակից։ Իսկ մեր հովանավորը Երեմյան առողջ, անարատ եւ 100%-անոց բնական կաթնամթերքն է։ Վերջում ուզում եմ հիշեցնել, որ մեր ամբողջ թիմը աշխատում է, որ դուք լինեք առողջ։ Եղիր առողջ։ Կհանդիպենք։